Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է, Նոյան Տապանի քննարկում հաղորդաժարը, այսօր ապրիլի 19 է 2025 թվականի, կեսօրից հետո անցել է 3 րոպե և մենք ուղիղ եթերում զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ, ողջունում եմ պարոն Հակոբյան։ Իսկ ուզում եմ ասել նաև, որ ուղիղ եթերը դա նշանակում է, որ եթե մեզ նայում եք այս ժամին, որը ես նշեցի, կարող եք մեզ զանգահարել 818 967 532 համարով Ամերիկայի Միացյալ Նահանգներից և 060 35 11 31 համարով Հայաստանից և արտերկրից։ Ասեմ նաև, որ մեր ուղիղ եթերները ընթանում են հիմնականում այն մալուխային ցանցով, որով Նոյան Տապան ալիքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, 30-ից ավելի ալիքներ ցուցադրում են մեր ալիքը և նաև կարող եք դիտել այդ ուղիղ հեռարձակումը Patreon-ով, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Եվ այսպես, այս երկար նախաբանից հետո, պարոն Հակոբյան, եկեք ուրեմն անցնենք առաջին նյութին։ Ես կուզենայի, որ դուք անդրադառնաք Նիկոլ Փաշինյանի ելույթներին կառավարության կատարողականի քննարկման շրջանակներում, որ ազգային ժողովում էր։ Համեցեք։ Նիկոլ Փաշինյանի այդ կատարողականների քննարկման շուրջ տեղի ունեցած զեկույցը ազգային ժողովում մի շարք մեկնաբաններ, տարբեր մեդիա աղբյուրներ ներկայացնում են որպես նախընտրական ելույթ եւ շատ նման էր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թվեր էր ներկայացնում, թե ինչ հաջողություններ են ունեցել տնտեսության մեջ, սոցիալական խնդիրներում, աշխատատեղերի հետ կապված նոր բիզնեսներ, արդարություն, այսինքն նա անդրադարձավ երկար բարակ բանին, ապօրինի գույքի բռնագացման ինստիտուցիոնալ մոտեցումների ձևավորմանը, բազմաթիվ, այսպես ասած, թվեր եւ բազմաթիվ հաջողությունների ճակերտներում շարանի ներկայացում, մի պարզ հարցին նա չպատասխանեց, եթե այդ ամեն ինչ այդքան լավ է, ինչի այդ ամեն ինչ այդքան վատ, որովհետև Հայաստանում մենք ունենք ինֆլյացիոն վիճակ տեսանելի, մենք ունենք կենսամակարդակի անկում տեսանելի, մենք չունենք այն խոստացած տնտեսության ընդգրկում տնտեսություն չունենք, նախկինից եկած ճակերտներում նախկինից, այսինքն միշտ Նիկոլ Փաշինյանը վարչակարգերից եկած փաստացի բոլոր համարյա օլիգարխները շարունակում են մնալ իրենց դիրքերում, այն Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը, որ այ հիմա բանան ով ասես կարող է բերի այդ թեզը պարզ չի աշխատում, որովհետև կասեցված չի մեծածախ առևտրի և մանրածախ առևտրի կապը տարբեր օլիգարխների մոտ, այսինքն այն օլիգարխը, որը տասնյակ տարիներ շարունակ նույն բանանի վրա օրինակը բերեմ, որպեսզի հասկանալի լինի, բանանա բերել արտ երկրից, նա մեծածախ ռեսուրսներ ունենալով մեծ գներով բերում է, էժան գներով բերում է, մեծ ծավալներով բերում է եւ իր մանրածախ արդեն ցանցերով տարբեր օլիգարխներ կարողանում է դա վաճառել իր համար ամենահարմար գնով եւ այդ բիզնեսի մեջ նորամուտ փորձ անող որևէ գործարար հնարավորություն չունի մրցակցել, այնպես որ այդ ամեն ինչը շղարշ է։ Ես կուզենայի այստեղ կանգ առնել եւ փորձենք այդ ձևակերպումը տալ, փաստորեն նախկինում ոչ օրինական ճանապարհով կուտակած կապիտալի միջոցով գերիշխող գրաված բիզնեսմենները այս նոր этаպում եւս շարունակում են գերիշխել, որովհետեւ ոչ օրենսդրորեն, ոչ իրավական, որևէ ձևով չի փորձել արդարությունը վերականգնել եւ հնարավորություններ այնպես անել, որ այդ բնակավարներում խոսքը բանանի մասին չէ միայն ես ընդհանրապես եմ խոսում օրինակ բերեցի Նիկոլ Փաշինյանի սիրած օրինակներ բանան են պարզապես կարողանան իրենք էլ դիրք գրավել շուկայում տեսեք կուտակված ռեսուրսները ֆինանսական տարբեր ճակերտներում գործարար կոչվողների մոտ ֆինանսական
եւ ինստիտուցիոնալ եւ շուկայում դիրքավորման, ինչպես դուք ասացիք, գերիշխող դիրք գրաված այդ գործարարները առ այսօր այդ դիրքից դուրս չեն եկել եւ այդ դիրքերում մնացել են։ Հարցը ի՞նչն է, եթե էլի նախկինում ես ասում ճակերտներում, այս իշխանական համակարգի 35 տարի Հայաստանը տիրող շրջանակում սկզբնական փուլերում գործում էր հետեւյալ մոտեցումը, որ օրինակ որևէ մի գործարարի այդ ժամանակվա վարչակարգը նշանակում էր նորից պայմանական օրինակ, չգիտեմ, նույն բանանի վրա օրինակ բերեմ, բանանի նախարար։ Այսինքն նա բանանի նախարարն էր, բանանի առանձին վերցրած իրավունք ուներ, հա, մենաշնորհային իրավունք ուներ կամ օլիգապոլիկ իրավունք ուներ բանան ներկրելու։ Որևէ մեկ ուրիշը այդ իրավունքից զրկված էր եւ բազմաթիվ արգելքներ էին նրա առջեւ դրվում։ Եվ այդ դրա հաշվին այդ օլիգարխը մեծ կուտակումներ ա ունեցել, ինչպես եւ ասեցի, եւ ֆինանսական եւ ինստիտուցիոնալ եւ կապերի նույն բանանի, ճակերտն բանա օրինակ որպես ներմուծման եւ վաճառքի համատեքստում։ Հիմա եթե այսօր այդ նախարարի կիսապաշտոնական այդ դիրքը ենթադրենք չկա, միևնույն է այդ նույն օլիգարխը կամ նմանատիպ այլ օլիգարխներ մնում են էլի բանանի վրա, օրինակ նույն բանանի նախարարը, որովհետև նրանք արդեն ունեն այդ կուտակված միջոցները, նրանք խնդիր չունեն մեծածախից մանրածախ անցնելու։ Ցանկացած քիչ թե շատ արդարության միտում ունեցող շուկաներում այդ մեծածախից մանրածախ անցումը թույլատրելի չի, որովհետև մեծածախ բերողը բնական է, չէ՞ որ նա մանրածախ տիրույթում կունենա ավելի շահեկան դիրք շուկայում։ Այսինքն, եթե դու կամ պետք է որոշես կամ մեծածախով ես զբաղվում կամ մանրածախով ես զբաղվում, կամ եթե այդ կապը կա, դու ընկնում ես այ շուկայում գերակա դիրքի եղած տարբեր բազմաթիվ ծանր սանկցիաների ներքո։ Դա բնականաբար Հայաստանում բնականաբար կրկնում չկա, որովհետև այն համակարգը, որ 20-35 տարի շարունակ կար Հայաստանում, շարունակում է մնալ եւ փաստացի այն շուկայի մուտքի այդ հնարավորությունը ճակերտներում դա կեղծ օրակարգ է, որովհետև այդ հնարավորությունից օգտվելու համար նույն ծավալի ռեսուրսներ պետքա կուտակված լինես, որովհետեւ մրցակցես արդեն կայացած եւ գերակա դիրք ունեցող որևէ մի օլիգարխի հետ։ Այնպես որ այդ Նիկոլ Փաշինյանի այդ ներկայացումը ինքը ներկայացում էր հենց բեմադրություն, հա, եւ իրականում եթե Հայաստանի տնտեսությունը վերջին մի քանի տարիների ընթացքում 22 թվականից սկսած օգտվել է այն հնարավորությունից, որը առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, դա այսպես կոչված ռելոկանտների մուտքն էր Հայաստան, իրանց հետ եւ ոչ միայն իրանց հետ բերվող ֆինանսական միջոցներն էին Հայաստան եւ որոշակի կիսաապորինի մաքսանենգային ուղիով Հայաստանի միջոցով Ռուսաստան համապատասխան ապրանքների դա կարող լինեն տեխնոլոգիական ապրանքներ եւ ոչ միայն մուտքը Հայաստանի միջով դրա հաշվին բյուջեի մուտքերի ավելացում, ապա այդ հնարավորությունը ժամանակի մեջ նվազում է եւ նվազելու է եւ ի վերջո այդ հնարավորության աղբյուրը երբ որ կտրվի եւ դա մենք հիմա տեսնում ենք արդեն Հայաստանի տնտեսական վիճակը եւ բյուջեի վիճակը կտրուկ վատանալու է։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը շտապում է եւ ինքը այդ նախընտրական ելույթը, որը վերաբերվում էր հիմնականում տնտեսությանը եւ ապօրինի գույքի, այսինքն հատիկ հետ բերելու այդ սկզբունքին եւ դրա ինստիտուցիոնալացմանը, դա ցույց էր տալիս այդ մոտեցումը եւ դրա այդպիսի ռետորիկ ներկայացումը ցույց էր տալիս, որ կարող է այնուամենայնիվ ես ասել եմ դրա մասին, բայց կասկածներ ունեմ ժամանակային իմաստով, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շտապում է, կարող է այնուամենայնիվ նախատեսվի արտահերթ ընտրություններ, խորհրդարանական ընտրությունների մասնախոսքը։ Մյուս բանը, որին Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այդ քննարկումների եւ իր ելույթների ընթացքում, դա իր հերթական իրական Հայաստանի սկզբունքն է եւ իրական Հայաստանը ներկայացնելուց հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հայությանը փորձում է զրկել առաքելության հայ ժողովրդի հայկականության եւ հայության առաքելության այդ մոտեցումից փորձում է զրկել մեր հայրենիքից, մեր բնորանից, հայկական բարձրավանդակից, հայկական իղձերից եւ հայկական երազանքներից, այդ ամեն ինչից փորձում է զրկել եւ ամեն ինչ խիստ նյութականացնում է, դարձնում է խիստ մարմնային եւ ասում է, որ իրական Հայաստանը դա այն Հայաստանն է, որ այսօր մենք ունենք որպես Հայաստանի Հանրապետություն
իր ասելով ճանաչված միջազգայինորեն են, այս Հայաստանի Հանրապետությունը չի, որ միջազգայինորեն ճանաչված է, դա առանձին խնդիր է, երկար քննարկման խնդիր է, բայց նա դա բերում է դրան, հերթական անգամ այն ստերով, որ 91 թվականի այդ Ալմատի հռչակագիրը ԱՊՀ-ի հետ կապված, այնտեղ արձանագրված է, որ սովետական վարչական սահմանները դառնում են պետական, այնտեղ այդպիսի բան չկա գրած ընդհանրապես, դա բացարձակ սուտ է։ Եվ ասում եմ, որ մենք եւ այս անգամ կարող ուղիղ այդ բառը չի ասում, բայց ընդհանուր առմամբ իր ասածի իմաստը այնտեղ է, որտեղ հաց այնտեղ կա սկզբունքով, մենք պետք է ապրենք, մենք պետք է ապրենք նյութականացված, մենք պետք է երջանիկ լինենք, որ կարողանանք բարեկեցիկ լինել։ Եվ դա է մարդու գերագույն երջանկությունը, դա բարեկեցությունն է եւ դա է մարդու գերագույն երազանքը, գերագույն նպատակը պետք է լինի եւ հիմնական խնդիրը պետության համար դա տնտեսությունն է, ուրիշ ոչինչ։ Այսինքն ընդհանուր առմամբ լավ կեր, լավ խմի, լավ քնի եւ այնուամենայնիվ որոշակի տերեր ունեցի, որը ժամանակ առ ժամանակ քեզ կմտրակեն, դրա մասին էլ մտրակելու մասին չէ, բայց տերերի իրավիճակային մասին էլ անուղակի խոսում։ Դա ոչ թե մարդուն, կներեք շատ անասունին բնորոշ իրավիճակ եւ կարգավիճակ է։ Այնպես որ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը շտապում է եւ փորձում է եւ այդ շտապելու բաներից մեկը դրսևորումներից մեկը իր նյարդային լինելն է, որովհետեւ հիմնական խնդիրները, որ ինքը տեսնում է, այդ խնդիրները լուծված չեն, այդ թվում հայտնի խաղաղության պայմանագիր կոչվածը դեռևս ստորագրված չի, որը մեր ասելով դա վերջնական կապիտուլյացիայի փաստաթուղթն է Հայաստանի Հանրապետության, եւ ինքը շտապում է եւ փորձում է այս իրավիճակը, որ դեռևս ինքը քաղաքական շուկայում որոշակի դիրքեր ունի, առավելագույնս օգտագործել։ Շատ լավ, այդ մարտահրավերների եւ այդ ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից շատ կարեւոր է վերլուծել Հայաստանի իրավիճակը, որովհետև անգամ եթե տնտեսական հաջողություններ կան, որ առանձին քննարկման խնդիր է, միևնույն է, այս անվտանգային անորոշությունները բերում են բավականին լուրջ խնդիրներ Հայաստանի բնակիչների համար, ներդրողների համար եւ այլն։ Եվ այս առումով ես կուզենայի ձեր վերլուծությունը Արարատ Միրզոյանի այցից Անտալիա, որովհետև փաստորեն ուղղակի Թուրքիայի հետ շփումները շարունակվում են, արդյոք այնտեղ մենք կարող ենք դիտարկել որոշակի առաջընթաց, թե ոչ։ Տեսեք, շատ հատկանշական քննարկումներ ունեցան նույն Արարատ Միրզոյանի Անտալիա տեղի ունեցած այցի համատեքստում եւ ընթացքում հանդիպումներ ունեցավ Բայրամովի հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ, Թուրքիա արտաքին գործերի նախարար եւ եղան մի քանի պանելային եւ քննարկումներ նաեւ թուրք լրագրողների հետ եւ այդ ամբողջացնենք այդ ամեն ինչը հարամգումարի բերելով եւ տեսնենք թե Արարատ Միրզոյանը ինչ է ասում եւ իրեն ինչ են ասում։ Մի քանի կարեւոր թեզ առաջին Արարատ Միրզոյանը նույն Բայրամովի հետ այդ պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը, տեսանելիորեն նյարդայնանում էր։ Ինչի, որովհետեւ Բայրամովը հստակ, շատ հստակ ասում էր Ադրբեջանի դիրքորոշումը, որ չի լինելու խաղաղության պայմանագրի ստորագրում միջև առնվազն, իսկ ես ինչ եմ ասում առնվազն, որովհետև այս երկու թեզը, որ ես հիմա կշարադրեմ, եթե հայկական կողմը անգամ բավարարի Ադրբեջանի պահանջով եւ հենց հիմա, ապա այլ թեզերի կան, որոնք այդ պայմանագրից, այսպես կոչված խաղաղության պայմանագրից դուրս են եւ նորից Ադրբեջանը դա դնելու է, որպեսզի հերթական նախապայմանը Հայաստանը բավարարի։ Առնվազն բանի սահմանադրության փոփոխության թեզը առաջ քաշում Բայրամովը հերթական անգամ եւ Մինսկի խմբի լուծարման թեզը առաջ քաշում Բայրամովը հերթական անգամ։ Արարատ Միրզոյանը նյարդայնանում է դրանից։ Անդրադառնանք բանին սահմանադրության փոփոխությանը։ Բայրամովը ասում է, ձեր սահմանադրության մեջ բանում անկախության հռչակագրում կա դրույթ, որը մենք դիտարկում ենք որպես տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Դրույթը վերաբերում է 1989 թվականի Գերագույն խորհրդի որոշմանը կապված Լեռնային Ղարաբաղի միացմանը Հայաստանին։ Դա
այդ անկախության հռչակագրի ենթադրաբար եզակի դրույթներից է, որը իրականում իր մեջ ունի խորը հայկականություն եւ կարելի է դիտարկել պահանջատիրության համատեքստում։ Այնուամենայնիվ, այդ թեզը ասում է հանեք, իսկ հանելու համար պետք է ձեր սահմանադրությունը փոխեք։ Արադ Միրզոյանն այն պատմությունն է պատմում, որ տեսեք, մենք մի հատ սահմանադրական դատարան մտել ենք, այդ իմիջիալս այդ նույն բանն ասում են նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մենք սահմանադրական դատարան մտել ենք, սահմանադրական դատարանը հակասություն չի տեսնում այդ թեզի եւ տարածքային ամբողջականության պահպանման սովետական միության վարչական սահմանների շրջանակում պահպանման սկզբունքի միջև եւ չկա այդ վտանգը, որին Բայրամովը շատ բարձ բան է ասում է հարգելիս ձեր սահմանադրությունը եւ ինչպես եւ ընդհանրապես սահմանադրությունները ասում են հետեւյալը. այո, միջազգային պայմանագրերը ունեն գերակա կարգավիճակ ազգային օրենքների օրենսդրության վերաբերյալ ընդհանուր բացի սահմանադրությունից սահմանադրությունը վերականգնած անգամ միջազգային պայմանագրերից եւ եթե դուք ասում եք որ սահմանադրությունը ձեր, հա, երբ որ միջազգային օրենքները այս պայմանագիրը ընդունվի, փաստորեն սահմանադրության որևէ թեզ արդեն էական չի, դա այդպես չէ, դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք։ Որին արդեն այդտեղ Արադ Միրզոյանը սկսում է նյարդայնանալ, որովհետև Ադրբեջանի պահանջը այդ տեսակետից, որ հանեք նոր կնքենք, որտեղ այնտեղ տարածքային պահանջ կա, տրամաբանական է։ Իսկ Արադ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես գործող վարչախումբը ինչի չի կարողանում դա հիմա անել, որովհետեւ պետքա բացատրություն տա հայ ժողովրդին, հա, թե ինչա դա հիմա անում, եթե դա Ադրբեջանի ուղիղ պահանջը բավարարել չի նշանակում։ Դա մեկ եւ երկրորդը կապված Մինսկի խմբերից նույն բանը Արադ Միրզոյանը պատասխանում է այդ պահանջին, որ մենք պատրաստ ենք երկու թուղթը իրար հետ ստորագրել։ Եվ բանը, այսպես ասած, խաղաղության պայմանագիրը եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը, Մինսկի խմբը մեզ այլևս պետք չի, դա նույնպես լուրջ զիջում է Ադրբեջանին եւ ընդհանրապես դա լուրջ կորուստ կլինի, եթե հայկական կողմը համաձայնվի Մինսկի խմբի լուծարման, Մինսկի խմբի լուծարումը դա նշանակում է, որ վերջնականապես ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայկական հարցի շուրջ եղած հարցերում մենք որևէ պահանջ, պարտք ու պահանջ այսպես կոչված չունենք։ Տեսեք, Մինսկի խումբի լուծարումը արդյոք Հայաստանի կամ Ադրբեջանի կոմպետենցիայի տակ է մտնում։ Տեսեք, դա բան հարց է, իրավական հարց է, միջազգային իրավունքի հարց է, ընդհանուր առման ոչ, որտեղ Մինսկի խմբի ստեղծողը չի եղել Ադրբեջանը կամ Հայաստանի Հանրապետությունը, Մինսկի խմբի ստեղծողը եղել է ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ-ի որոշում է պետք, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի, բայց այնուամենայնիվ եթե Հայաստանը եւ քանի որ երկու հիմնական շահառուները, այսպես կոչված Հայաստանն ու Ադրբեջանն են, ապա նրանք եթե համատեղ դիմում տան ԵԱՀԿ-ի համար այդ խնդիրը լուծելու հնարավոր, այսինքն այդ արդյոք ԵԱՀԿ-ի փաստաթղթում երրորդ իսկական շահառու էլ չկար։ Գիտեք ինչ, լավ հարց եք տալիս, ընդհանրապես ոչ միայն երրորդներ, հա, կարելի է երրորդները շատ են, շահառուներ, այլ շահառուներ էլ կային, որտեղ հայ-ադրբեջանական, ընդհանրապես հայկական հարցը, որովհետև Արցախի հարցը դա հայկական հարցի մաս է, ինչքան էլ որ այս եղածները փորձեն դրանից խուսափել։ Հայկական հարցը դա միայն հայկական հարց չի, դա միջազգային հարց է եւ շահառուները այդ հարցում տարբեր են։ Իմիջիալից շատ են։ Ես Արցախը նկատի ունեի։ Հա, այդ թվում Արցախը։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր է, որ այդ նույն բացարձակ նույն դիրքորոշումը ինչ որ ունի Ադրբեջանը եւ Հայաստանը Մինսկի խումբը լուծարելու հետ կապված ունի Ռուսաստանը մի անգամ չի որ Մարիա Զախարովն եւ վերջի իր խոսակցության ընթացքում Մարիա բանի այդ բրիֆինգի ընթացքում Մարիա Զախարովն նորից անդրադարձել է այդ Մինսկի խմբին եւ կրկնել է բացարձակ ադրբեջանական թեզը, որին համաձայնվել է հայկական թեզը, որ Մինսկի խումբը պետք է լուծարել։ Այսինքն Ռուսաստանի համարել է Մինսկի խմբի լուծարումը, այսինքն Արցախի հարցի փակումը կայանում կարևորագույն հանգրվան։ Հիմա անդրադառնանք մյուս հարցերին, որի մասին Արադ Միրզոյանը խոսեց, որը կարևոր է շատ իմ կարծիքով։ Առաջի բանը թեզը, որին ես ուզում եմ անդրադառնալ, դա չարչրկված Զանգեզուրի միջանց կոչեցյալն է։ Ինչ ասում է Արադ Միրզոյանը։ Փաստորեն Արադ Միրզոյանը
միջազգայինորեն ուղիղ տեքստով ասեց հետևյալը, որ մենք առաջարկ ենք արել Ադրբեջանին, որ այդ Զանգեզուրի Միջանսկի համատեքստում մենք փաստացի ստուգում, այսինքն բան կանգնեցնել, քանի որ անբանա, տրանզիտ է այսպես ասած, կանգնեցնել, ստուգել, չենք իրականացնելու։ Դա մենք առաջարկում ենք անել սկաներներով, քանի որ մենք 21-րդ դարում ենք, տեխնոլոգիական դարում ենք, սկաներներով այդ ստուգումը իրականացնենք, որպեսզի ընթացքը չկանգնեցնենք բանի։ Եվ հենվենք այն բանի invoice կոչեցար փաստաթղթի վրա, որը կտա ադրբեջանական կողմը սահմանը հատելիս։ Սա հերթական զիջումն է, որովհետև սկաներային բանը, ստուգումը, որ չի ենթադրում ֆիզիկական ստուգում, հա, գույքի, չի ենթադրում նաև խորքային բան, ստուգման գործընթաց, այսինքն դա նշանակում է նաև, որ մենք վստահում ենք, հա, Ադրբեջանին, այն աստիճանի, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով չթույլատրված ճակերտներում, դա կարող զենք զինամթերք լինի, ինչ ասես կարող լինի, չի անցկացնելու։ Ես ուզում եմ մի նկատառում անել այդ սկաներային ստուգման հետ կապված, մենք բոլորս էլ տեսել ենք այդ ստուգումները, հիմնականում ասենք օդանավով ճանապարհորդելու ժամանակ բոլոր իրերն էլ անցնում են այդ սկաներային ստուգումը, բայց շատ հաճախ երբ որ ինչ-որ բան կասկածելի է թվում, անպայման կանգնեցնում են եւ բացում։ Եթե դուք ֆիզիկական ստուգում խոստանում եք չանել այդ դեպքում, երբ որ կասկածելի բան տեսնեք, ինչ եք անել։ Հիմա այդ հարցին կարող եմ պատասխանել, այդ դեպքում մենք sense կանենք կամ նես կանենք, բայց այնուամենայնիվ դա հերթական զիջումն է։ Ներողություն, եթե անգամ այդպես ասեն, դա չի նշանակում, որ ադրբեջանական կողմն էլ կասի, որ դա այսինքն դա չանցնող կետ է, էլի։ Չէ, ադրբեջանական կողմը sense տնեց ասում, մենք որևէ բանի հետ համաձայն չենք, այսինքն հերթը մեր զիջումները, պահանջած զիջումները կանենք, նոր մենք կանդրադառնանք այդ փաստաթղթի ստորագրմանը եւ այդ տեսակետից հասկանալի է, որ Ադրբեջանը եւ մենք քննարկել ենք դա կրկին, Ադրբեջանը ուզում է, որ այս իրավիճակում առավելագույնս խաղել։ Մի հարց եմ ուզում տալ այդ Հարարատ Միրզոյանի հանդիպման հետ կապված եւ ընդհանրապես հայկական կողմի դիրքորոշման հետ կապված, երբ որ այդպիսի պահանջներ են դրվում, ասենք օրինակի համար, որ կողմերը կարողանան, ասենք թե սահմանադրություն փոխել կամ ինչ-որ բան անել։ Արդյոք հայկական կողմը երբևէ պաշտոնապես դրան հակադրում է Ադրբեջանի պաշտոնական արևմտյան Ադրբեջան այդ հասկացությունը եւ այլն, չէ՞ որ այնտեղ պաստորեն այստեղ սահմանադրության մասին է խոսքը, այնտեղ էլ կոնկրետ գործող իշխանությունը կոնկրետ գործընթաց է իրականացնում։ Տեսեք, դրան անդրադարձներ կատարվում է, այդ թվում Հարարատ Միրզոյանը նույն ձևի կատարեց նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ եղած դրույթներն, որովհետև Ադրբեջանը իր սահմանադրությամբ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը եւ Վրաստանը ճանաչել են իրավահաջորդ իրենց առաջին հանրապետության գործող արկա հանրապետությունն Ադրբեջանի, որտեղ կան ուղիղ տարածքային պահանջներ այսօրվա սովետականացված Հայաստանի անգամ սահմանների հետ կապված։ Եվ Հարարատ Միրզոյանը ասում է, տեսեք, մենք էլ կարող ենք այդ պահանջները ներկայացնել, բայց դե մենք չենք ներկայացնում, որովհետև բանը այդ խաղաղության պայմանագիրը այդ հարցերը փակելու է, որին նորից ի պատասխան Բայրամովը արդեն ասել է, որ չի փակելու, որտեղ սահմանադրությունը ավելի բարձր է կանգնած, քան թե ձեր խաղաղության պայմանագիրը։ Հիմա այստեղ մի հատ կարևոր բան ասեմ, որը ես ուզում եմ անդրադառնալ դրան, ինչի, որովհետև հայկական կողմը ներկայացնողների դա Հարարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, հաճախ ինչ-որ տարբերակում են ուզում դնել Հարարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի կամ այլոց միջև, չկա տես տարբերակում, դրանք բոլորը հակահայ, ապազգային, հակապետական ուժի ներկայացուցիչ են։ Հարարատ Միրզոյանը մի հատ կարևոր բան ասեց բաների հետ, այդ թվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, որ իրանք շտապում են։ Ասեց ուղիղ որ իրանք շտապում են, որտեղ հարցը այսպեսին էր, իսկ ինչ, եթե 26 թվին է ձեր ընտրությունները, եւ եթե դուք չընտրվեք, հարցը այդպեսին էր, ձեր կուսակցությունը չընտրվի, ձեր ուժը չընտրվի, այդ դեպքում այս պայմանավորվածությունները
ոնց են սրանց բանը ապագան կամ սրանց ճակատագիրը ինչպեսին է լինելու։ Եվ այստեղ Արարատ Միրզյանը բացեց հերթական քարտը, ասեց լավ հարց եք տալիս, որովհետև այսօր մեր հայկական հանրությունը հերթական սուտը, իրեն շատ ներկամ կարող է այդքան էլ սուտ չի, մասնակի սուտը, լավ սենց ասենք, շատ իրան ներդաշնակ ազգում այդ խաղաղության պայմանագրի դրույթների հետ կապված, ուզում են առևտուր լինի, այս լինի, այն լինի, բայց եթե դա չստորագրվի, մեր քաղաքականությունը կզրկվի հիմնական փաստացի գործիքից, հիմնական արգումենտից, որով ինքը պետք է վերընտրվի, վերարտադրվի։ Դրա համար պետք է շտապել։ Պետք է այս թուղթը ստորագրել, որովհետեւ մենք կարողանանք գնանք ընտրությունների, որովհետեւ մենք կարողանանք սահմանադրության փոփոխությունների, ստորագրեք այդ թուղթը, ամեն ինչ արեք, Թուրքիան թողանի, ով ուզում է թողանի, մենք ուղիղ բանակցում ենք, բայց միջնորդեք, աջակցեք, ասելով որ Թուրքիան կարող է այդտեղ դեր ունենալ, որ Ադրբեջանը շատ մեծ չճնշի, մնացած զիջումները կանենք, երբ որ այդ թուղթը կստորագրվի, փաստացի ուղիղ տեքստով դա է ասում։ Եվ մի հատ էլ շատ կարևոր բան, հերթական անգամ վերահաստատվում է այն, եւ Արարատ Միրզյանը իր բերանով ասում, որ թուրքերի հետ բոլոր պայմանավորվածությունները ընթացքը դրական է եւ այլն, լավ զիջում ենք, ամեն ինչ տեղը տեղին թուրքերի ուզածով պատրաստ ենք անել, բայց թուրքերը մեր հետ նույնիսկ եղած պայմանավորվածությունները չեն վերջնականացնում, որովհետեւ հերթական անգամ կրկնում եմ ուշադրություն, քանի Ադրբեջանի հետ ձեր հարցերը չեք կարգավորել վերջնական Թուրքիայի հետ, դուք տեսանելի զարգացում չեք ունենա։ Սա է թուրք-ադրբեջանական տանդեմը դա մի միավոր է որպես գործում, ներդաշնակ են, համակարգված են, համադրված են եւ բոլոր այն հայկական, այսպես ասած, գերչկական խորամանկության դրսևորումները 35 տարվա, որ թուրքերի հետ պայմանավորվենք, հետո Ադրբեջան եւ այլն, դա չի եղել, չի լինելու։ Այնպես որ Հայաստանը ընդհանուր առմամբ շատ ծանր վիճակում է, գործող իշխանական համակարգի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում այս վերջինը, իդեմս գործող Նիկոլ Փաշինյանական վարչակարգի պատրաստ են ամեն ինչ զիջել, ամեն ինչ, որպեսզի երկու հիմնական խնդիրը իրանց լուծել, ինչպես եւ բազմաթիվ անգամ ես ասել եմ, առաջինը հայկական հարցի փակում վերջնական եւ երկրորդը իրանց իշխանական համակարգի եւ իրանց Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի է իր վարչակարգի իշխանության հարատևում։ Սա է։ Շատ լավ, կրկին վերադառնանք մեր Հայաստան, Գյումրու ընտրությունների մասին մենք ձեզ հետ խոսել ենք, ես ուզում եմ հիմա մենք անդրադառնանք Գյումրու նոր ընտիր քաղաքապետի Վարդան Ղուկասյանի քաղաքական հայտարարություններին, որոնք որ բավականին մտորման տեղիք են տալիս, որովհետև վերջ-վերջո քաղաքապետի պաշտոնային պաշտոնը չի, որը որ իրականում քաղաքական է այն իմաստով, որ կամ այն քաղաքական թիմն է իր ներկայացուցիչին դնում այդ պաշտոնում, բայց Գյումրիի քաղաքապետը փաստորեն խոսեց ուրեմն Ռուսաստանի հետ միասնական պետության մասին, իր դրան կողմնակից լինելու մասին, ինչ է ամենը նշանակում։ Տեսեք, Գյումրու քաղաքապետը դրա մասին ուղիղ խոսեց Միութենական պետությանը, Ռուսաստան, Բելարուս Միութենական պետությանը միանալու, եւ միայն ինքը չի որ խոսում է, կա այտենց նույնիսկ բան միավոր համախմբված տարբեր քաղաքական միավորների ուժերի, որոնք այդ Միութենական պետությանը միանալու քարոզ են անում տարիներ շարունակ։ Հիշենք, որ 90-ականներին նույնիսկ այսպես ասած հարցախույզ եղավ Հայաստանում Հայաստանի ազգային ժողովի թե գերագույն խորհրդի ազգային ժողովի, թե չեմ սխալվում, տարբեր падգամավորների կողմից կազմակերպված Ռուսաստանին կամ այդ միությանը միանալու հարցախույզ, որ իրենց ասելով բազմաթիվ ձայներ էին այդ հարցախույզի ընթացքում հավաքել եւ այլն։ Այսինքն այդ դիրքորոշումը ռուսական ազդեցության դրսևորումը հստակ Հայաստանում գոյություն ունի եւ այդ մոտեցումը նաեւ ունի մեր հայ կոչվող բնակչության որոշակի շերտի մոտ բան աջակցություն։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ինքնիշխան պետություն չենք կարող լինել, մենք անպայման կարող ենք մեր գոյությունը պահպանել որևէ մեծ տերության շրջանակում, տվյալ դեպքում բնականաբար դա անպայման պետք է Ռուսաստանը լինի եւ այդ պարագայում մենք կունենանք անվտանգության երաշխիքներ եւ լավ կապրենք, լավ կուտենք, լավ կխմենք նորից,
այդ կարգավիճակը, որ երազանքը մեր լավ ուտել, լավ խմել եւ քաղցր քնելն է։ Իսկ գուցե Անուշ քնելն է։ հիասթափությունն է բոլորս գործող եւ անցած իշխանություններից, որոնք ըստ էության Հայաստանը չկարողացան ղեկավարել այնպես, որ եւ կենցաղային հարցերը լուծվեին, եւ քաղաքական եւ ստրատեգիական։ Տեսեք, այո, անպայման այդ գործոնը կա, բայց եւ Հայաստանը այս իրավիճակում փաստորեն ինքը ձախողված պետության կարգավիճակ ունի, որովհետեւ ինքը այն ինչ որ դուք ասեցիք, ոչ արտաքին քաղաքական, ոչ անվտանգային, ոչ ներքաղաքական հարցերը չի կարողանում լուծել պետությանը հարիր բանով, մակարդակով։ Բայց այնուամենայնիվ հարցը հետեւյալն է, որ դու ինքնիշխան պետություն ես գոնե նոմինալ, հա, եւ այդ հնարավորությունը տալիս իրական իշխանափոխության պարագայում ձևավորել այն ազգայնական պետությունը, այն ազգայնական հանրությունը եւ միջավայրը, որը հայն հնարավորություն կտա առավելագույնս ինքնադրսևորվելու։ Որտեւ ազգային պետությունն է միայն, որ այդ կոնկրետ ժողովրդին տվյալ դեպքում հայության մասն է խոսքը տալիս է առավելագույնս ինքնադրսևորվելու հնարավորություն, բայց քանի որ հայկական կրկնվեմ 35 տարվա իշխանական համակարգը բացի ապապետական ապազգային հակահայ լինելուց նաև օտարի սպասարկու իշխանական համակարգ է եղել, անընդհատ այդ թեզը ներառված է եղել եւ այո Հայաստանի պետությունը, պետականությունը բերել են մի վիճակի, որը կարա դիտարկվի որպես ձախողված, եւ քանի որ ձախողվել ենք, մենք հայերս արժանի չենք ինքնիշխան պետություն ունենալու։ Եվ այդ թեզն է իրականացում, այդ թեզն է շրջանառվում։ Հիմա ես իմ ասածս հետեւյալն է, բացի ամեն ինչից, այդ հակապետական քարոզը պետք է ունենա քրեական պատասխանատվություն։ Մենք կարծում ենք, որ առաջի բաներից մեկը, որը պետք է անի ազգային պետություն ձևավորող ազգայնական ուժը, որը հուսով եմ ժամանակի մեջ կգա Հայաստանում իշխանության, առաջի բաներից մեկը պետականության ինքնիշխանության դեմ ցանկացած քարոզ, դա լինի առանձին անհատի քարոզ, դա լինի քաղաքական ուժ կոչվածի քարոզ, քարոզը ուզում լինի, պետք է իր հետևից բերի քրեական պատասխանատվության, որովհետև անկախությունը, անկախ պետականությունը, պետական ինքնիշխանությունը չի կարող սակարկման առարկա լինել, մասնավորապես եւ առաջին հերթին հայության համար։ Շատ լավ, անդրադառնանք տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող մեզ համար կարևոր իրադարձություններին։ Ես նկատի ունեմ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Իրան հակամարտությունը, Իսրայել-Իրան հակամարտությունը։ Հիմա փաստորեն, եթե կարելի է այսպես ասել, ավելի այսպես բանակցային փուլ է բոլոր կողմերում, դիրքավորումներ են կատարում տարբեր պետությունները։ Եկեք փորձենք հասկանալ ինչ է կատարվում, ինչ հիմնական տենդենսներ կան եւ արդյոք այս ամբողջը հանգեցնելու է նաեւ պատերազմի մեր տարածաշրջանում։ Տեսեք, երկու տարբեր, այսպես ասած, կոնֆլիկտներ են, հա, ռուս-ուկրաինական եւ Իրանի շուրջ եղած Իսրայել-Իրան, Իսրայել-արաբական, Իսրայել-Գազայի կոնֆլիկտը, որը ի վերջո վերածվում է եւ այդպես էլ պետք է լիներ Իրանի հետ կոնֆլիկտի, կամ այդ ուղին է բռնել այդ Գազայի կոնֆլիկտը եւ որոշակի դրանք փոխկապակցված են, բայց առանձին փորձենք անցնել։ Ռուս-ուկրաինական, ամերիկյան, թրամպյան, այսպես ասած, վարչակարգի եւ Թրամփի անձամբ են խոստումը, որ գալուց նախագահ դառնալուց նախընտրական փուլում ինքը հայտարարում էր, որ 24 ժամվա ընթացքում ինքը այդ խնդիրը կլուծի, 24 ժամը հասկանալի է, որ չէր կարող 24 ժամ լինել, բայց արագ կլուծի, փաստացի կյանքի չի կոչվում, պարզ պատճառով, որովհետեւ այդ խնդիրը ունի խորքային շատ ավելի հիմքեր, հենք, իսկ այդ հենքը Ռուսաստանի կողմից, ռուսական պուտինյան վարչակարգի կողմից ռուսական իմպերիայի վերականգնման հենքն է։ Եվ Պուտինը խնդիր ուներ եւ ունի առ այսօր ռուսական իմպերիայի վերականգնման համատեքստում ամբողջ Ուկրաինան դնել իր վերահսկողության ներքո։ Եվ անգամ եթե տեսեք այն տարածքները, որոնք այսօր իրանք վերահսկում են, անգամ եթե այդ տարածքների մասով իրենք կարողանան որոշակի ռուսների համար դրական արդյունքի հասնել, դա հարցի լուծում չի Պուտինի համար, որովհետև հիշենք վերնագիրը հարձակման 22 թվականին դա
Ուկրաինայի դեմիլիտարիզացիան էր ամբողջական եւ դենացիֆիկացիան, այսինքն Ուկրաինայի ամբողջական վերահսկողություն։ Հիմա մենք չեմ իմանում դա անդրադարձել ենք թե չէ, բայց ենթանենք կարևոր բանը նաեւ են, որ ռուսական կողմի պահանջով փոխվեց ամերիկյան բանագնացը ռուս-ուկրաինական այդ բանի թնջուկի շուրջ բանակցությունների շրջանակում։ Այն բանագնացը, որ Թրամփի բանագնացները գեներալ Կելոգը նախնական ռուսները պահանջեցին, որ նրան փոխեն, որ ուղարկվի ավելի փափուկ բանագնաց, ավելի փափուկ բանակցող եւ ուղարկվեց Ուիտկոֆը, ազգությամբ հրեա, ամերիկյան ոչ պետական գործիչ, եւ որը եղել է Թրամփի գործընկերը անշարժ գույքի, այսպես ասած, բիզնեսում։ Եվ նա պետության հետ առնչվեց, բայց այսօր Թրամփի ամենավստահելի անձերից մեկն է եւ եկել է եւ բանակցում է։ Եվ նրա փափկությունը ռուսական կողմի նկատմամբ երևաց վերջի հանդիպան ժամանակ, երբ որ ինքը սպասում էր, որ Պուտինը մոտենա, ձեռքը դրեց սրտին, այսինքն դու իմ սրտի բանն ես, այսպես ասած, նախագահն ես, ով մեծ են Պուտին։ Ես քեզ սրտանց սպասում եմ, ջերմության դրսևորում, այսինքն այդ կարգի զիջումների պարագայում անգամ ռուսական կողմը ամերիկյան, այսպես ասած, ներկայացուցիչ կողմից, ռուսական կողմը չի համաձայնվում զինադադարի, ձգում է զինադադարը եւ արդյունքում եղավ մի քանի հայտարարություն։ Միջ հայտարարությունները հանդիպում եղավ բանի Ռուբիոյի եւ Եվրոմիության անդամների Ուկրաինայի շուրջ, Եվրոմիության եւ նաեւ Իրանի շուրջ, բայց հիմա Ուկրաինայից ենք խոսում։ Եվրոմիության անդամների միջև հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրեց, թե բանակցությունները ինչ ընթացք ունեցել Ռուսաստանի հետ, ինչ իրավիճակում է այսօր, եւ այդ հանդիպումից հետո իսկ եվրոպական կողմը շարունակում է կոշտ դիրքորոշում ունենալ Ռուսաստանի նկատմամբ եւ շարունակում է հայտարարել, որ ինքը Ուկրաինային աջակցություն ցույց տալու իր հնարավորությունների ամբողջ շրջանակով Ռուբիոն հայտարարություն արեց, որին հետո երկրորդեց Թրամփը։ Ռուբիոյի հայտարարությունը հետեւյալն էր, որ մենք 87 օր թե ինչքան է իշխանության ենք, ամեն օր զբաղված ենք այս խնդրով, մենք չենք կարող այս խնդրով հավերժ զբաղվել։ Օրերի ընթացքում մենք պետք է տեսնենք կողմերի ներգրավվածությունը այդ հարցում եւ համաձայնությունը դադարեցնել պատերազմը։ Օրերի ընթացքում հետո այդ համաձայնությունը կտևի շաբաթներ, ոչ թե ամիսներ, բայց օրերի ընթացքում մենք դա պետք է տեսնենք։ Եթե ոչ, մենք դուրս կգանք այս գործընթացից։ Հասկանալի է, որ բանը գնդակը ռուսական դաշտում է, որտեղ ուկրաինական կողմը փաստացի շարունակ իր համաձայնության մասին է հայտարարում եւ նույնիսկ ոնց որ այդ հայտնի եզակի մետաղների, հազվագյուտ մետաղների մասին բանը տնտեսական գործարքային առևտրային գործարքի համաձայնագիրը ոնց որ թե ստորագրելու են։ Ուկրաինական կողմը նորից պատրաստ է դա ստորագրել։ Գնդակը ռուսական դաշտում է, դրան երկրորդեց Թրամփը ասելով, որ մենք չենք կարող անդրադառնալ նույն փաստացի նույն բաները եւ ուղիղ շեշտադրում չդրեց Ուկրաինայի վրա, որտեղ որպես կանոն Ուկրաինա այս ամեն ինչը մեղադրում է Ուկրաինային եւ Զելենսկուն, եկել դե իհարկե ելում Բայդենին։ Այս անգամ ոնց որ թե Թրամփի հայտարարությունը այդպեսին չէր, այսինքն որոշակիորեն ավելի հավասարակշռված էր եւ այստեղ խնդիրը հետեւյալն է. եթե ռուսական կողմը շարունակի իր անհամաձայնությունը նախապայմաններ դնել եւ այդ ընթացքում հարձակումները Ուկրաինայի վրա, իսկ տեսնում ենք, որ հարձակումները ահագնանում են, այսինքն ոչ թե դադարում են, ոչ թե թուլանում են, այլ ահագնանում են, քաղաքների են խփում, բնակելի շենքերի են խփում եւ այլն եւ այլն։ Ապա Ամերիկայի դիրքորոշումը կարող լինի ավելի խիստ եւ այդ դեպքում Ռուսաստանի վիճակը նորից կվատթարանա։ Այսինքն հիմա որոշակիորեն դա կապենք Հայաստանի հետ, որտեղ դուք հարցի մեջ Հայաստանը ներգրավեցիք։ Եվ այն ֆլուգերը Նիկոլ Փաշինյանը, որ պատտվում է ուժեղ դեպի Ռուսաստան, հիմա հենց հիմա մայիսի 9-ին մասնակցել է այդ բանին շքերթին եւ դրա շուրջ եղած տարբեր ասեկոսները վկա, կարող է հետ պատտվի։ Որտեղ ամերիկյան կողմը կարող է դադարի անվերապահ ռուսական դիրքորոշման աջակցությունը ուկրաինական հարցում։ Այստեղ մի բան էլ ասեմ, որ շրջանառվում են լուրեր, հիմա չգիտեմ ինչքանով այդ լուրերը կայուն եւ հավաստի, որ այդ Ուիտկոֆ բանագնացը
նախնական համաձայնությունն է, դա պարզ է իր անձնական համաձայնությունը չէր կարող լինել, որ կարող է ճանաչեն Ղրիմը որպես ամերիկյան կողմը ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Հիմա դրան ոնց կվերաբերվի Ուկրաինան, դրան ոնց կվերաբերվի հավաքական արևմուտքը, դրան ոնց կվերաբերվի նաև Թուրքիան, որտեղ շատ կարևոր գործոն է նաև խաղացող է այս դաշտում Թուրքիան։ Դա հիմա միարժեք ասել հնարավոր չի, որտեղ նույն Թուրքիան էլ հավակնություններ ունի նույն Ղրիմի հետ կապված։ Այնպես որ Ուկրաինայի մասով մենք ունենք անորոշություն, ունենք ռուսական կողմի խաղարկումը իրավիճակի եւ այս իրավիճակից առավելագույնը քաղելու միտում եւ դա բերել է ամերիկյան այսպես ասած ռուբիական կողմի, Ռուբիոյի կողմի, որտեղ Թրամփի վարչակարգն էլ միատարր չի։ Այնտեղ կան MAGA խումբը եւ այնտեղ կան ավանդական հանրապետականները։ Ռուբիոն ներկայացնում է ավանդական հանրապետականների թևը եւ ավանդական հանրապետականների թևը ի տարբերություն MAGA խմբի համաձայն չի Ռուսաստանի պահանջով ամեն ինչ զիջել, միայն թե ճակերտներում խաղաղություն լինի։ Հիմա սա ուկրաինական մասով։ Կարող ենք անդրադառնալ հիմա իրանական մասին։ Կարճ անդրադառնանք, որովհետև իրանական մասով այդքան շատ տեղեկատվություն չկա։ Ամենայն դեպս քննարկումը եղել է, միջնորդավորված քննարկում է եղել Օմանի միջոցով, եւ այդ քննարկման արդյունքին երկու կողմերն էլ ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում։ Թրամփի պահանջը առայն, որ ամեն ինչից զատ մնացածը քննարկել է, մի բան քննարկելի չի, որ բանը Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, Իրանը ասում է, որ լավ, մենք համաձայն ենք այդ պահանջին, պայմանով, որ մեր թշնամին իդեմս Իսրայելին նույնպես չունենա միջուկային զենք, կամ չունենա միջուկային զենքին, այսպես ասած, հասանելիություն, պարտադիր չի դա Իրանը լինի, Իսրայելինը։ Եվ քննարկումները շարունակվելու են, Թրամփը եւ ամերիկյան կողմը հայտարարում է, որ եթե Իրանը չհամաձայնվի, ապա բաներ լինելու, խիստ պատիժ լինելու, այդ թվում ռազմական եւ այլն, բաներ կլինեն, ակցիաներ կլինեն։ Իրանն էլ դրան համարժեք նույնից արձագանքում է, բայց այնուամենայնիվ հարցը հետեւյալն է, որ ամերիկյան կողմը նորից այդտեղ բաժանում կա, ըստ լուրերի, ամերիկյան կողմի Թրամփյան վարչակարգում MAGA խումբը պատրաստ է Իսրայելի պահանջները կատարել եւ գնալ ռազմական գործողության Իրանի դեմ։ Դա իմ կարծիքով խորը ավանտյուրա կլինի, որը Ամերիկայի համար շատ ծանր հարված կարա դառնա ի վերջո։ Ել չեմ ասում, որ տարածաշրջանային կամ համաշխարհային պատերազմի դա կարա բերի։ Պահպանողական հանրապետական խումբը դրան համաձայն չի, այսինքն նրանք ուզում են քննարկումները շարունակել։ Քննարկողը, այսինքն բանագնացը նույն Վիտկոֆն է, եւ այստեղ այսօր պետք է մյուս հանդիպումը լինի եւ կարծում եմ հնարավորություն կարող է առաջանա բան անել, բանակցային միջոցով որոշակի հանգրվանի գալ։ Խիստ դժգոհ այս ամեն ինչից Իսրայելը։ Խիստ դժգոհ է։ Նետանյահուն վերջի քանի օր առաջ գնացել էր ԱՄՆ, Թրամփի հետ հանդիպումների ընթացքում անգամ դեմքը փոխվեց, երբ որ Թրամփը ասաց, որ մենք գնալու ենք Իրանի հետ առաջի փուլի հետ բանակցություններին։ Իսրայելի նպատակն է ԱՄՆ-ն ներգրավել ռազմական բախման մեջ Իրանի հետ եւ խփել միջուկային այդ այսպես կոչված օջախներին եւ լուրը այն շրջանառում, իսկ այդ լուրը պետական կարծում եմ աղբյուր ունի, որ անգամ եթե ԱՄՆ-ն չհամաձայնվի, մենք կխփենք, Իսրայելը կխփի։ Դա կլինի սադրանք, որտեղ բնական է այդ պարագայում Իրանը արձագանքելը եւ նորից ԱՄՆ-ին սադրելով արդեն ոչ թե համաձայնությամբ, այլ սադրելով ներառել այդ բանի մեջ պատերազմական գործողությունների մեջ Իրանի հետ։ Սրան պետքա շատ զգոն լինել եւ շատ լուրջ պատրաստվել, որովհետեւ սա ուղիղ մեր հարևան երկիրն է, մեր բարեկամ երկիրն է եւ մեր բարեկամը եթե ընկնի այդ կարգի ռազմական բանի բախումների իրավիճակի մեջ, Հայաստանը կարող է դառնալ մյուս օբյեկտը, որին հարված կհասնեն արդեն ադրբեջանցիները։ Եկեք հաղորդման վերջը նվիրենք առևտրային պատերազմներին, որպես ամփոփում,
Գիտենք, որ Տրամպը փաստորեն պատերազմ էր հայտարարել ճակերտների մեջ գրեթե բոլորին, ամբողջ աշխարհին։ այո, եւ հետո բացի Չինաստանից բոլորինը սառեցրեց 90 օրով, բայց այդ 90 օրը շատ արագ անցնում է։ Ինչ իրավիճակ է այդ ճակատում, ինչ են անում երկրները, գնում են բանակցելու, ուրեմն ԱՄՆ-ի հետ, օրինակ Տրամպը ասեց, որ այնտեղ հերթագրվել են մոտ 80 երկիր, որ պիտի Հիմա 90-ա դարձել արդեն եւ այլ։ Եվ այդ բանակցությունները ինչի են բերում, ասենքն արդեն այն երկրները, որոնք բանակցել են, կարողանում են Տրամպին համոզել հետ մնալ այդ հետ դնել իր ուրեմն արած այդ սանկցիաները, թե ոչ։ Տեսեք, շատ կարևոր է, որովհետեւ այսօր գեոքաղաքականությունը նաև հենված է արտաքին տնտեսական հարաբերությունների վրա, այսինքն տնտեսությունները կարևորագույն դերակատարում ունեցող այդ սյուներից են, որը աշխարհ քաղաքականությունը եւ աշխարհակարգը ձևավորում է։ Այստեղ երկու բան ասեմ, առաջինը Թրամփի այդ հարցակումը ամբողջ աշխարհի վրա թույլ ճոճելով չաշխատեց։ Այսինքն այն կանխավարկածը, որը կար, որի մասին խոսվում էր հենց նույն Թրամփը, ասելով, որ մենք այնքան ուժեղ ենք, որ աշխարհը պետք է ընկրկի եւ գա ինքը այլ կերպ ասեց, ավելի մեղմ ասեմ, որտեղ ինքը ավելի կոշտ ու ավելի ոչ հանրային ասեց, ոչ հանրային դրսևորման համար հասու ասեց, պետք է գան եւ ձեռքերս համբուրեն, ինքը ասեց մարմնի ուրիշ մասը համբուրեն։ Չաշխատեց, որովհետև Չինաստանից սկսած Եվրամիությունից ավարտված բազմաթիվ երկրներ կոշտ արձագանքեցին, ասեցին մենք չենք ընկրկելու, Կանադան դա ասեց, Լատինական Ամերիկայի երկրներում դա արտահայտվեց, այսինքն մենք չենք ընկրկելու, այլ արձագանքելու ենք համարժեք եւ կորցնողը կլինի ԱՄՆ-ն եւ այտենց էլ սկսվեց, որովհետեւ ինչպես եւ մեր նախորդ քննարկումների ժամանակ ասում եմ, ամերիկյան ֆինանսական շուկան լուրջ անկման, եթե ոչ փլուզման միտումներ երևացին միանգամից, մի օրվա ընթացքում եւ Թրամփը ընկրկեց եւ ասեց ես ճկունություն եմ ցուցաբերում գնում եմ քննարկումներ, բացի Չինաստանից, ինչպես դուք ասացիք։ Խոսակցություններ կային եւ կարծես թե փորձում են դատական գործ հարուցել Տրամփի վրա, ենթադրելով, որ այդ հայտարարությունները արվել են հենց դրա համար, որպեսզի ֆինանսական շուկան տատանվի եւ այդ տատանման մեջ Տրամփի բարեկամները կարողանան փող աշխատել։ Կա տենց քննարկում ինսայդերական, այսպես ասած, ինֆորմացիայի հանձնում, որ մի օրվա մեջ բազմա միլիարդ փողեր աշխատեցին, եկամուտներ ունեցան տարբեր, այսպես ասած, բրոկերներ եւ գործարարներ։ Հիմա դա նաև ասում են, որ impeachment-ի հիմք կարա լինի, չգիտեմ, ինչ որ գործընթաց է, կհետևենք դրան, բայց հիմա գնանք ավելի շատ աշխարհակաղակական համատեքստում դիտարկենք այդ ամեն ինչը։ Թրամփը բանալեց, կասեցրեց, ինչպես դուք ասում եք 90 օրով եւ ասեց մենք կբանակցենք, բացի Չինաստանից։ Իսկ ինչ արեց Չինաստանը։ Չինաստանը կոշտ արձագանքեց, ինչպես եւ ասացի արդեն, եւ սկսեց իր բանը քննարկումները տարբեր երկրների հետ։ Չինաստանի նախագահը այցելեց Հարավ-Արևելյան Ասիայի եւ Հեռավոր Արևելքի մի շարք երկրներ, սկսած Մալազիա, Վիետնամ, Լաոս, Կամբոջա եւ այնպես չի որ բարեկամական ընդունելություն չստացավ, որովհետեւ այդ երկրները նույնպես ընկած են բավականաչափ ծանր տարիֆների ներքո Ամերիկայի կողմից սանված նոր տարիֆների ներքո նրանք նույնպես ունեն դժգոհություն եւ դիտարկում են իրենց համար տարբերակ Չինաստանի հետ համագործակցելը ԱՄՆ-ի դեմ, այնպես որ դա լուրջ հակազդեցություն կարա լինի ԱՄՆ-ի համար։ Այնպես որ չինական կողմը իր աշխատանքն անում, եվրոպական կողմը համաձայնվեց ինքն էլ կասեցնել իր, այսպես ասած, տարիֆային հակադարձումը Թրամփին, ինչեւ խոսեն տեսնեն ինչ կլինի ԱՄՆ-ի հետ, որովհետեւ այնուամենայնիվ դիտարկում են եվրոպացի գոնե դիտարկում են ԱՄՆ-ին որպես դաշնակից։ Եվ այդ տեսակետից մի հատ շատ կարևոր այցելություն եղավ ԱՄՆ Իտալիայի վարչապետ Մելոնին, որը ինքը աճ պահպանողական է եւ այդ տեսակետից հանրապետականներին բավականաչափ մոտ կանգնած գաղափարաբանությամբ անձնավորություն է եւ
ԱՄՆ-ն իրեն այդ թվում Թրամփի վարչակարգում ջերմ են վերաբերվում եւ որպես առանձին վերցրել գաղափարաբանական բարեկամ են տեսնում։ Մելոնին գնաց ԱՄՆ, քննարկումներ ունեցան եւ այդ քննարկումները վերաբերվում էր այդ թվում տարիֆին եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական տեսակետից Եվրոմիություն ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ Իտալիա-ԱՄՆ առանձին վերցրել։ Այստեղ ուզում եմ շեշտել մի հատ շատ կարևոր ուշադրությունը ձեր սևեռը մի հատ շատ կարևոր ձևակերպման վրա, որ արեց Մելոնին։ Ես կարծում եմ դա բանալի է։ Եվրոմիության համար, ընդհանուր արևմուտքի համար այս իրավիճակից, այս ուծացման, այլասերման իրավիճակից դուրս գալու համար եւ Եվրոպան վերածնելու եւ արևմուտքը վերածնելու այդ լիբերալ ֆաշիզմի այդ բանից մղձավանջից դուրս գալու համար Մելոնին ասեց հետեւյալը. մենք պետքա դիտարկենք մեզ որպես մի ընդհանրություն արևմուտք եւ հիմքում վերցնենք արևմտյան ազգայնականությունը։ Ես անգլերեն ասեմ, որպեսզի հասկանալի լինի, ասեց Western nationalism։ Դա ազգայնականություն է, ոչ թե ազգայնամոլություն։ Արևմտյան ազգայնականությունը պետքա լինի դրա հիմքում։ Այդ պարագայում մենք կվերականգնենք այն փառքն ու զորությունը, որը արևմուտքը հավաքական ուներ եւ պետքա ունենա։ Սա շատ կարևոր թեզ է, շատ կարևոր։ Ծայրահեղ լիբերալիզմից, գլոբալիզմից դուրս գալու ուղու բանաձև է, եւ եթե Եվրոմիությունը ընդհանուր առմամբ կամ առանձին եվրոպական երկրներ եւ ԱՄՆ-ն համատեղ այդ ուղիով շարժվեն, աշխարհի մեջ կլինի արմատական փոփոխություն եւ այն մղձավանջը, որում հայտնվել է աշխարհը ընդհանուր առմամբ, մասնավորապես արևմուտքը կսկսի վերջի սկիզբը ունենալ։ Այնպես որ Եվրոմիության փոփոխության, արևմուտքի փոփոխության հիմքում ընկած է արևմտյան ազգայնականությունը, որի մասին խոսում է Մելոնին։ Եվ այդ տեսակետից կարևոր է, որ հայկական հանրության մեջ հասկանալի լինի, որ Հայաստանը դա հնդ եւ հայերը դա արիական հնդ եվրոպական ազգություն են, ազգ են, ցեղ են եւ մեր ընդհանրությունը այդ բաների հետ, այդ ժողովուրդների հետ պետքա հենված լինի հենց այդ գաղափարաբանության վրա։ Իսկ այդ գաղափարաբանությունը այսօր ոչ թե լիբերալիզմն ու գլոբալիզմն է, եւ օտարի շահերի սպասարկումն է, որ արկա այսօր Հայաստանը իշխող իշխանական համակարգի եւ Նիկոլ Փաշինյանական վարչակազմի մեջ, այլ դա ազգայնականությունն է, որի հիմքով Հայաստանն էլ կարող է այս մղձավանջից դուրս գալ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։